պարտքը եւ վարկը ֆինանսական կարիքները հոգալու լավ եղանակ են թվում, երբ անհրաժեշտ են, սակայն ծանր բեռ են դառնում, երբ գալիս է դրանք վճարելու ժամանակը։ Եկեք հասկանանք, թե ինչպես գրագետ վարվենք դրանց հետ։ Նախ բոլոր պարտքերը չէ, որ հավասար օգտակարություն ունեն։ Եթե ձեզ անհրաժեշտ է ֆինանսավորել այնպիսի ծրագիր, որը հետագայում բերելու է արժեքի աճի, օրինակ կրթություն, տան ձեռքբերում կամ բիզնեսի ներդրումներ, ապա կարող եք մտածել վարկ վերցնելու մասին։ Սակայն իմպուլսիվ գնումների համար վերցված պարտքերը անհարկի եւ վնասակար պարտքի վառ օրինակ են։ Վարկային բեռը գնահատելիս չպետք է մոռանալ տոկոսադրույքների մասին, որովհետեւ որքան բարձր են դրանք, այնքան ավելի արագ են աճում ձեր պարտքերը։ Ուստի մշտապես ուշադիր եղեք, թե ինչ պայմանների տակ եք ստորագրում։ Վարկերը կառավարելու երկու հիմնական տարբերակ կա։ Առաջինի դեպքում մարդիկ նախընտրում են նախ մարել փոքր վարկերը, այնուհետև անցնել խոշորներին։ Դրանով իսկ նվազեցնելով առկա վարկերի քանակը, սակայն հաշվի չառնելով տոկոսադրույքների փաստը։ Մյուս տարբերակում սկզբում մարում են բարձր տոկոսադրույք ունեցող վարկերը, որովհետև դրանք ավելի թանկ են, քան մնացածը։ Ֆինանսների տեսանկյունից ավելի ճիշտ է երկրորդ տարբերակով առաջնորդվելը, սակայն կա նաև հարցի հոգեբանական կողմը, որը դրդում է մարդկանց ընտրել առաջին տարբերակը։ Անկախ ձեր ընտրած ռազմավարությունից, անհրաժեշտ է պլանավորել եկամուտներն ու ծախսերը այնպես, որ կարողանաք մարել առկա պարտքերը առանց անհարկի բեռ ավելացնելու։